արդեն ժամանակ հանդիսվող։ Ինչ արդյունքներ արձանագրել կառավարությունը կոռուպցիայի դեմ Բարոն Հարությունյան կառավարությունը ասել հեշտ չի մենաշնորհի դեմ պայքարել եւս մի ամիս սպասենք, այսինքն ստացվում է որ Կառավարությունը չի ասել եւս մեկ ամիս ասել։ վարչապետը մեկ ամիս եւս ժամանակ տվեց որպեսզի մինչեւ այդ 3 ամիս 3 շաբաթ էր տվել որպեսզի ովքեր մենաշնորհիցները Ես խորհուրդ եմ տալիս ձեզ վարչապետի խոսքը շատ ուշադիր մեկ անգամ եւս ընթերցել, եթե ընկալելի չլինի ձեր համար։ Իսկ պարոն Հարությունյան, այդ կրճատված մեքենաների հարցը, օրինակ գյուղատնտեսության նախարարությունը առաջարկում է կատաֆալկա կրճատել կամ արտադրության նախարարությունը 88-77 թվականի մեքենաներ է կրճատում ու չշահագործվող։ Ինչի դա շուրջ չէր արվում եւ արդյոք այս կերպ տպավորություն չի ստեղծում, որ կառավարությունը անիմաստ պարզապես հայտարարեց, որ կրճատում են եւ այլն։ Կարծում դարձյալ դա անուշադրության, ձեր անուշադրությունից է գալիս, եթե դուք ուշադիր հետևեք այն աղյուսակը, որը կառավարությունը հաստատեց, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016 թվականի բյուջեով եւ քանի մեքենա է ֆինանսավորվելու 17 թվականի բյուջեով, ձեզ համար տարբերություն ակներ։ Բայց Վոլգաներ, վազ մեքենաներ գյուղնապահության ապեքսների վրա կատակել ֆինանսավորման հարցը կա, երևում է իրականացման բոլորի նախագծերը Պարոն Հարությունյան, ասում եք թիվ եք նշում, բայց այդ ավտոմобիլի հետևում հնամաշ մեքենաներ են, նրանք ինչու չի կրճատում, հարցը այս է, ինչ հիմա ասում եք ծախս են կրճատում, ինչ ծախս, այդ Վոլգաները, չգիտեմ, կատաֆալկաները պետք է շուտ կրճատած լինեին, ոչ թե հիմա։ Մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի հանգամանքի վրա։ Վազելով դեմս էլ չմանչնեք։ Որտեղ սա իսկապես մի անգամ արդեն արել եք, ես արդեն կանգնած մի քանի հարցի պատասխանեցի, կարծում եմ դա բավարար է։ Իսկ սա էթիկապես անթույլատրելի է։ Ես քայլում եմ դուք իմ առջևից վազելով առաջին ես արդեն ասացի, մի քանի հարցի կպատասխանեմ, պատասխանում եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է հետևիցս վազեք, մեկն էլ կամերայով դիմաց։ Լավ, հիմա կպատասխանեք հարցին։ Չի վերետերից վազել է, պարոն Հարությունյան, ուղղակի դժբախտ